Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր փետրվարի 2-ն է, երկուշաբթի։ Երեք պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվոպահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Այնուհետ կայացել է Հայաստանի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանի առանձնազրույցը հնդիկ պաշտոնյայի հետ, որին հաջորդել է հանդիպում պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների ցանկացած հարձակում կհրահրի տարածաշրջանային հակամարտություն։ Միացյալ Նահանգները տարածաշրջանում տեղակայել է ավիակիր, իսկ Իրանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում։ Չնայած ավելի կոշտ հռետորաբանությանը, Իրանը եւ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ բաց են երկխոսությունների համար, վախենալով, որ կողմերի առճակատումը կարող է վերածվել պատերազմի, Կատարը, Եգիպտոսը եւ Թուրքիան ակտիվացրել են իրենց միջնորդական ջանքերը։ Թրամփը շարունակում է հայտարարել, որ նավեր է բերել։ Իրանի ժողովուրդը նման բաներից չի վախենա։ Երեկ իր ելույթում ասել է Խամենեին։ Նա հայտարարել է, որ Իրանը երկօրյա ռազմածովային զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում, որը աշխարհի ամենակարևոր նավագնացության ուղիներից մեկն է, ինչպես նաև հանդիսանում է էներգամատակարարման հիմնական ուղիներից մեկը։ Համաշխարհային նավթային առևտրի մոտ 1/5-ը անցնում է այս ջրային ուղով, որի լայնությունը Իրանի եւ Օմանի միջև գտնվող ամենափոքր կետում կազմում է մոտ 33 կիլոմետր։ Իրանը նախկինում սպառնացել էր փակել նեղուցը հարձակման դեպքում, հայտնում է BBC-ն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հիմա փորձում են թելադրել, թե ինչպես պետք է մեր հզոր զինված ուժերը անցկացնեն մարտական կրակի կիրառման վարժանքներ իրենց սեփական տարածքում։ Շաբաթ օրը Իրանում 2 պայթուն է որոտացել։ Դրանցից մեկը տեղի ունեցել Բանդար Աբասի հարավային նավահանգստի շենքում, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, եւս 14-ը վիրավորվել։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ պայթունը տեղի ունեցել գազի արտահոսքի պատճառով, իսկ կառավարամետ Թասնիմ լրատվական գործակալությունը հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրություններն այն մասին, որ պայթունի թիրախը եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը։ Իրանի հարավ-արևմտյան Ահվազ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ պայթունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։ Տեղական իշխանությունները նույնպես պատճառը գազի արտահոսքն են համարել, հաղորդում է իրանական Tehran Times թերթը։ Երեկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զոհված 2986 մարդկանց անունները։ Պաշտոնապես 3117 մարդ մահացել է, սակայն զոհվածներից 131-ը կամ դեռևս չեն նույնականացվել, կամ բնակիչների տվյալների բազայում կան անհամապատասխանություններ նրանց անձնական տվյալների մեջ։ Իրան միջազգային մեդիա հարթակը նշել է, որ մահացածների ամենաբարձր թիվը 36500 է, հայտնում է BBC-ն։ Փեզեշքյանի վարչակազմը հայտարարել է, որ ի տարբերություն Իրանի պատմական թշնամիների եւ չարախոսների, ովքեր մարդկային կյանքերը համարում են պարզապես թվեր եւ վիճակագրություն եւ դրանք մեծացնելով ձգտում են իրենց քաղաքական շահին, Իրանի կառավարությունը կարծում է, որ յուրաքանչյուր մահացած մարդ արժեքավոր է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Աբու Դաբիում փետրվարի 4-ից 5-ը։ Դնեպրոպետրովսկի մարզում անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել հերթափոխից վերադարձող հանքագործներ տեղափոխող ավտոբուսին, որի հետևանքով զոհվել է 15 հանքագործ։ Աստղադիտակներով հայտնաբերված թույլ ազդանշանը իրարանցում է առաջացրել աստղագիտության մեջ։ Հայտնաբերվել է մոլորակ, որը մի փոքր մեծ է երկրից, որի ուղեծրային պարբերությունը գրեթե նույնական է մեր մոլորակին եւ աստղ, որը զարմանալիորեն նման է մեր արեգակին։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք այնտեղ կյանք կարող է գոյություն ունենալ։ Մոլորակը գտնվում է երկրից մոտավորապես 146 լուսնային տարի հեռավորության վրա։ Այն ավելի նման է մեր մոլորակին, քան մինչ օրս հայտնի է որևէ այլ երկնային մարմին։ Մոլորակը կոչվում է HD 137010b եւ ներկայացվել է Astrophysical Journal Letters-ում հրապարակված վերջերս կատարված ուսումնասիրության մեջ։ Մոլորակը պտտվում է արեգակնանման աստղի շուրջ եւ ըստ գիտնականների այն երկրից մեծ է ընդամենը 6%-ով։ Հատկապես ուշագրավ
այն է, որ մոլորակը նման է երկրին։ Այն լրիվ պտույտ է կատարում մոտ 355 օրում, ինչը ընդամենը 10 օրով է պակաս երկրի տարվանից։ Նրա կենտրոնական աստղը նույնպես շատ նման է մեր արեգակին, բայց այն մոտ 1000 աստիճանով ավելի զով է եւ զգալիորեն պակաս լուսավոր։ Ըստ գիտնականների, նոր մոլորակի մակերևույթի գնահատված ջերմաստիճանը շատ ցածր է՝ -68-ից մինչև -70 աստիճան Ցելսիուս, ինչը ավելի շատ հիշեցնում է Մարս մոլորակը։ Ներկայումս հայտնի է ավելի քան 6000 էքսոմոլորակ։ Դրանց մեծ մասը գազային հսկաներ են կամ չափազանց տաք աշխարհներ, որոնք մոտ հեռավորությամբ պտտվում են իրենց աստղերի շուրջ։ Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցավ երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր Գրեմմի 68-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի միջոցառումն ավելի քաղաքականացված էր, քան երբևէ։ Հաղթողներից եւ հյուրերից շատերը բողոքել են ամերիկյան ներգաղթային ոստիկանության գործողություններից։ Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում ոստիկանությունը կրակել եւ սպանել է 2 ցուցարարի։ Մրցանակակիրների թվում են рэփեր Քենդրիկ Լամարը, նա հաղթել է 5 անվանակարգերում, ինչպես նաեւ երգչուհիներ Բիլլի Այլիշը եւ Լեյդի Գագան։ Ալլահ Օլաչյան, Հորիզոն։ Անգլերեն լեզվից լրացուցիչ միասնական քննություն կանցկացվի։ Այս մասին որոշում է ընդունել գնահատման ու թեստավորման կենտրոնը, իսկ որոշման համար հիմք է հանդիսացել հունվարի 31-ին անգլերենի քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալի հայտնաբերումը քննական թեստերի 2-րդ եւ 4-րդ տարբերակներում։ Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ Այնուամենայնիվ լարվածություն է առաջացել, ինչն ազդել է քննությունների արդյունքների վրա։ Այսօր գնահատման ու թեստավորման կենտրոնն ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը միաժամանակ հայտարարություն են տարածել։ Օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ եւ 4-րդ տարբերակներում։ Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ եւ 4-րդ տարբերակների դիմորդներին հավելյալ ժամանակ է հատկացվել 30-ից 45 րոպե։ Խնդիրը հարթվել է։ Քննության շուրջ աղմուկից ժամեր անց գնահատման ու թեստավորման կենտրոնն այս հաղորդագրությունը տարածեց։ Միևնույն ժամանակ կենտրոնն արձանագրել է, որ քննասենյակներում լարվածություն է առաջացել։ Մինչ հայտնաբերված սխալ առաջադրանքներով թերթերը դիմորդներից վերցվել են, նորերն են պատճենահանվել ու բաժանվել եւ դա բավական ժամանակ է խլել, իսկ այդ ընթացքում լարվածությունը մեծացել է ու ըստ էության քննական process-ը խաթարվել է։ Սա նշում է կրթության փորձագետը, վկայակոչելով դիմորդներին։ Ամբողջ քննական process-ը խաթարվել է, ըստ ականատեսների աղմուկ է, աշխուժություն, ինչ-որ բաներ են փոխել, միտեղ ժամանակ են տվել, միտեղ քիչ են տվել եւ հասկանալի է, որ բոլոր դիմորդները տուժել են։ Տուժել են բոլոր դիմորդները, բայց գնահատման ու թեստավորման կենտրոնի լրացուցիչ քննություն անցկացնելու մասին քննությունից ժամեր անց կայացրած որոշումը բոլորի համար չէր։ Հունվարի 31-ին ԳԹԿ-ն հայտարարեց, որ լրացուցիչ քննության 2-րդ կամ 4-րդ տարբերակը գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը։ Հայտարարությանը հետևեցին շատ դիմորդների դժգոհությունները սոցցանցերում, որոնց թեև 2-րդ ու 4-րդ տարբերակը չէր բաժին հասել, բայց պնդում էին, որ քննական process-ը խոչընդոտվել է աղմուկի ու իրարանցման պատճառով եւ որ իրենց արդյունքների վրա եւս ազդեցություն ունեցել է։ Պետք է երկրորդ հնարավորություն տալ այն դիմորդներին, որոնք դժգոհ են իրենց արդյունքից եւ համարում են, որ իրենց խանգարել են, պետք է մանրամասն քննարկվի եւ եթե կա թեկուզ մի քանի դիմորդ, որոնք գրել են այն տարբերակները, որոնցում սխալներ չեն եղել, բայց աղմուկը, աժիոտաժը իրենց խանգարել են, կարծում եմ իրենց նույնպես երկրորդ հնարավորությունը պետք է տալ։ Դիմորդների, ծնողների, ուսուցիչների, կրկնուսույցների, ինչպես նաև կրթության փորձագետների արձագանքներն ու կարծիքները հաշվի են առնվել եւ ընդհանրացվել նոր որոշման մեջ, որն այսօր գնահատման ու թեստավորման կենտրոնը եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը միաժամանակ նոր հայտարարությամբ տարածեցին։ Այն նախորդ որոշումից լիովին տարբերվում է եւ լրացուցիչ քննությանը մասնակցելու հնարավորություն է տալիս բոլոր դիմորդներին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը անկախ իրենց թեստի տարբերակից, կպահպանվի բարձր միավորը։ Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն, չմասնակցելով նոր քննությանը։ Իսկ թե ինչու էին սխալներ թույլ տրվել քննական թեստերում, ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի, սա այլ ու ավելի խորքային հարց է։ Պետք է իհարկե մենք բծախնդիր լինենք։ Հիմա
ցավոք այնքան պակասել են, մարդիկ այնքան անտարբեր են դարձել ուղղագրական սխալների, կետադրական սխալների, ով կմտածեր, ես օրինակ մի 30 տարի առաջ, 20 տարի առաջ չէի պատկերացնի, որ թեստ գրող մարդը կարող է սխալներով գրի, որտեղ 1000 անգամ կարդում էր թեստ գրողը, 1000 մարդ ստուգում էր, այսինքն այդ դրանք բաներ են, որոնք պետք է շատ բծախնդիր լինել, որովհետև ճակատագրական հարց է։ Հայաստանում պետք է ներդրումներ անել թեստագիտությունը զարգացնելու ուղղությամբ։ Ամեն մարդ չի կարող թեստ գրել, եւ առարկան իմանալն ու առարկայի թեստ գրելը դրանք շատ տարբեր հմտություններ են։ Եվ մարդիկ չպետք է տուժեն այդ տեսակի բաներից։ Համաձայն նոր որոշման անգլերենի լրացուցիչ քննությունը կանցկացվի մարտի 1-ին։ Լրացուցիչ քննություն անցկացնելու կարիք առաջացել էր նաև հայոց լեզու հայտագրած Սյունիքի մարզի 40 դիմորդների համար, որոնք չէին կարողացել քննական կենտրոններ հասնել փակ ճանապարհների պատճառով։ Նրանց համար քննություն կանցկացվի փետրվարի վերջին։ Լուսինե Հայրապետյան, Հորիզոն։ 2025 թվականին իրականացված աշխատանքների մասին է այսօր խոսել Հայաստանի կրթության տեսչական մարմնի ղեկավարը։ Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, անդրադարձել է նաև ուսումնական հաստատություններից ստացված դիմում բողոքների եւ դպրոցներում մնացորդային գիտելիքների ստուգման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ 2025 թվականին տեսչական մարմինը ստացել է 195 դիմում բողոքներ, դրանց ծանրակշիռ մասը, մեծ մասը 159 վերաբերել է դպրոցներին, ստացված դիմում բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել են այլ մարմիններ եւ եւս 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ։ Մի մասը դեռևս ընթացքի մեջ են։ Այստեղ ցանկանում եմ մանրամասնել, որ վերահասցեագրված դիմում բողոքների շարքում բացի ԿԳՄՍ-ն ուղղված դիմումները, մի մասը ուղարկվել է նաև համապատասխան ուժային կառույցներ, դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների, դրամահավաքի եւ այլ դեպքերի հետ։ Ավելի շատ ծնողների մտավախությունը կամ մտահոգությունը բռնությունների ու դրամահավաքին է վերաբերում, որը որ ձեր տեսչական մարմնի լիազորությունների մեջ չի մտնում, ճիշտ հասկացա։ Եթե դիմում բողոքում բարձրացված խնդիրները արձանագրում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի խախտվածություն, որոնք կապված են տվյալ բռնության կամ բուլինգի դեպքի հետ, կամ մենք արձանագրում ենք, որ առկա է բարոյահոգեբանական մթնոլորտի խախտվածություն, անմիջապես տեսչական մարմինը արձագանքում է։ Այսինքն եթե դիմում բողոքը միայն որոշակի ֆիզիկական բռնության դեպք է նկարագրում, հիմնականում դա վերահասցեագրվում է, բայց մեծ մասը կոնկրետ բռնության եւ բուլինգի դեպքերով տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործառույթներ, պարզապես ներգրավելով համապատասխան փորձագետների, հիմնականում հոգեբանների հանրապետական մանկարժեհոգեբանական կենտրոնից։ 2025 թվականին տեսչական մարմինը, ինչպես նախորդ տարիներին, իրականացրել է մնացորդային գիտելիքների ստուգումներ, որի շրջանակներում մաթեմատիկա, հայոց լեզու առարկաներից տրվում են նախորդ տարվա ուսումնական նյութի հիման վրա կազմված գրավոր աշխատանքներ, այդ աշխատանքներին երկու առարկաների դեպքում էլ մասնակցել են շուրջ 3500 սովորողներ, միջին գնահատականը ամփոփված տվյալների համապատասխան հայոց լեզու առարկայից կազմել է 4.3 միավոր, մաթեմատիկա առարկայից 4 միավոր։ Այս ցուցանիշը ինչի մասին է խոսում, գոհացուցիչ է դեր ակնկալվող արդյունքները սպասելի են։ Արդյունքները ընդհանուր առմամբ համադրելի են բոլոր տարիներին, երբ որ տեսչական մարմինը դա տվել է, ըստ էության ամենամեծ արձանագրումն այն է, որ 4 միավորը դրական է, ճիշտ է, բավարարի նվազագույն շեմն է, բայց խնդիրները շատ են բնականաբար այս ուղղությամբ, մասնավորապես դրանք կապված են ոչ միայն, ինչպես նշեցի, ուսուցչի աշխատանքային գործառույթների պատշաճ կատարման հետ եւ շատ դեպքերում գրադարանավարի աշխատանքի ոչ պատշաճ կատարումը ուսուցչի օգնականի հոգեբանի եւ այլն հանգեցնում է նրան, որ ուսումնառության արդյունքները ցածր են, դրանով է պայմանավորված, որ 26 թվականին մեզ համար առաջնահերթություն է դիտարկել ուսումնական հաստատությունը որպես մեկ ամբողջություն, ոչ թե առանձին ցուցանիշը թիրախավորել։
Կարճ ժամանակահատվածում իր համեղ, տաք և սառը ուտեստներով գրավիչ հյուրասիրության վայր դարձավ Տարտու Արագ սննդի կետը։ Ընտանեկան ընկերական հանդիպումների քաղաք այցելող հյուրերին նախընտրելի հասցեն է այժմ Բագրատունյա ծողակ 8-ը։ Տարտու Արագ սննդի կետն արդեն 1 տարեկան է։ 1 տարի առաջ քաղաքի սիրելի վայրում համով հոտով ուտելիք ճաշակելու հրավիրեց Տարտու Արագ սննդի կետը։ Ընդամենը 1 տարում Տարտուն դարձավ գյումրեցիների ու քաղաք այցելող հյուրերի նախընտրելի վայրը։ Հաճախորդների լավ ու վատ կարծիքները հաշվի առնելով փորձել ենք հիմնավորվել, կայանալ, թերությունների վրա աշխատել, սխալները ուղղել, իսկ գործունեության ծավալման նպատակը եղել է մեկը՝ իշա մեր Գյումրի քաղաքին, հանրությանը, քաղաքացիներին, որպեսզի փորձենք ստեղծել Գյումրի քաղաքում այնպիսի մի օբյեկտ, որտեղ որ մարդիկ կգան սիրով, ընտանիքով։ Ինչպես ասում են Տարտուում, ինչպես տանը, պատրաստում են սիրով։ Ախորժելի տաք ու սառը ուտեստները կարելի է ճաշակել, վայելել օրվա ցանկացած ժամի։ Ճաշացանկը հարուստ է, պատրաստված տարբերվող բաղադրատոմսերով։ Արագ սննդի կետի փորձառու խոհարարները շուտ-շուտ թարմացնում են կերակուրների ուտեստների ցանկը։ Արագ սննդի կետին բնորոշ, ասենք, մենակ արագ սնունդ, քյաբաբ, շաուրմա նման բաների վրա ֆիքսված չենք եղել է ինքը բազմազան, ցանկացած քմահաճ հաճախորդ մեր մոտ մտնելիս ունենա ամենակարևորը ընտրության հնարավորություն։ Ունենք մեր ֆիրմային հենց լամաջոն, թխվածք Lotus է անունը, ունենք Տարտու լամաջոն, ունենք մանգալի հետ կապված տարբեր ուտեստներ, որը հենց մեր ֆիրմայինն են։ Կան ճաշացանքեր, որոնք սիրված են հաճախորդների կողմից, պահանջարկը շատ է։ Մենք փորձենք նորանով համեր մատուցենք մեր հաճախորդներին։ Գուրմանների համար Տարտուն միշտ համով ու հյութալի ուտեստների խորտիկների լայն առաջարկ ունի։ Արագ սննդի կետը նախընտրած ճիշտ վայրն է շատերի համար, որոնք դարձել են Տարտուի մշտական այցելուները։ Ֆիրմային ուտեստն է, լամաջոն ու շատ համեղ է։ Մի անգամով ուտումը հաստատ երկրորդ անգամն նորից է ուզելու, որովհետև ինքը շատ համով է։ Հա, էլ ուրիշ տեղ չի ուզի գնալու։ Մենք միշտ հաճախում ենք այստեղ։ Շատ տպավորիչ է, շատ հաճելի է, շատ գրավիչ է։ Դրա համար այցելում ենք։ Մենք հաճախակի ենք եկեստեղ, շատ սիրալիր են վերաբերվել, շատ գոհ ենք, ամեն ինչ շատ համեղ է։ Նախ առաջինը ինձ գրավել է Տարտուի բարձր սպասարկումը, որ հաճախորդների հետ շփման ձև գիտեն։ Իհարկե համեղ մենյուն, բուրգեր ու լամաջո, այդ իմ ամենասիրած ուտելիքներն են Տարտուի մենյուի մեջ, բայց մնացածն էլ եմ փորձել։ Պատրաստում են արագ, մատուցում են ժամանակին ու կարևոր առավելությունը 24/7 ռեժիմով աշխատանքն է, որ ժամին սիրտդ համեղ ու ախորժելի տաք ուտեստ ու կերակուր ուզի, Տարտում պատրաստ է առաքել։ Եվ այս ռեժիմին անցնել հնարավոր է եղել միայն թիմային կազմակերպված աշխատանքի շնորհիվ։ Մի տարի շարունակ աշխատում է 24/7 ռեժիմով ու շարունակելու է աշխատել։ Պահանջարկը կար Գյումրիում, որովհետև շատ քիչ է 24/7 ռեժիմով աշխատող սննդի կետերը։ Գիշերային ժամերին ավելի լավ է, ավելի շատ են հաճախորդները ու պատվերները նույնպես առաքումները շատ են, ավելի օրեր կան եւ գերակշռում է ավելի շատ գիշերային պատվերները, քան ցերեկային։ Ինչը կա մենյուում ներկայացված առավոտյան, երեկոյան, գիշերը ցանկացած ժամի ինչ մտնեք մեր մոտ հասանելի է։ Սահմանափակում ժամայինով չունենք։ Այսինքն մեր քաղաքացին կարող է գիշերը ժամի 3:30 մտնել մեր մոտ, ջրալի ճաշ, առաջի, երկրորդ, երրորդ։ Համտեսել դուրս գալ։ Ընտանիքով, ընկերական թե աշխատանքային խմբերով այցելելու, համեղ պատրաստվածը մատուցել այստեղ խոհարարական սպասարկող թիմերը միշտ պատրաստ են։ Տարտուն նաև կզարմացնի նոր համերով, բայց ախորժելի եւ անուշաբույր նոր ճաշացանկը Տարտուի միական ակնկալը չի լինելու, որի մասին բոլորը շուտով կիմանան։ Շնորհավոր։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։